Ողջույն, եկել եմ ձեզ հետ կիսվեմ այս տորթի պատրաստման ընթացքով այս էֆեկտի չստացված ու ստացված լինելու գաղտնիքներով։ Երկհարկանի տորթի վերևի հարկում լինելու էր մոլոչնայա դևոչկա։ Հայաստանում չգիտեմ, բայց Ռուսաստանում յուրաքանչյուր երկրորդ պատվիրող պատվիրում է հենց այս միջուկը։ Արդեն տարիներ շարունակ այս միջուկը չի կորցնում իր ակտուալությունը եւ շարունակում է մնալ ռեկորդային պատվերների թիվ ունեցող միջուկների ամենաբարձր հորիզոնականում։ Միջուկի պատրաստման բոլոր գաղտնիքները սովորելու ենք իմ դասընթացի շրջանակներում, որի երկրորդ հոսքը շուտով սկսվելու է։ Իսկ այ առաջին հարկի տորթը կարմիր թավիշ է։ Երկու հարկերը նախորոք հավաքել եւ պահել էի սառնարանում 8 ժամ, որից հետո միայն կենտրոնական փայտի օգնությամբ երկու հարկերը միացնում եմ իրար։ Առաջի հարկի բարձրությանը համապատասխան փայտեր եմ կտրում եւ դնում եմ տորթի մեջ այնպես, որ առաջին հարկի ծանրությունը ընկնի միայն այդ փայտերի վրա եւ տեղափոխման ժամանակ տորթի տեսքի հետ ոչ մի խնդիր չլինի։ Հետո արդեն պատրաստել եմ գանաշ, ներկել եմ այն կարմիր գույնով եւ դրանով պատել եմ երկհարկանի տորթը։ Գանաշի հետ աշխատելը ինձ մեծ հաճույք է պատճառում եւ ես ուղղակի չեմ կարող այլ կրեմի հետ աշխատել այսքան սիրով։ Իսկ թե ինչպես եմ վերջնական տեսքի բերել այս տորթը, ինչ փայլ եմ օգտագործել եւ ինչպես եմ նկարել այս էֆեկտը ստանալու համար, կտեսնեք հաջորդ վիդեոյում։